Ընկերներ, հիմա էլ այս բարձից պատվիրեցի փոքր տղայիս համար։ Նախ պատվիրել էի իմ համար բարձը գրեչկայի թեփով է, իմ համար որ սա տարօրինակ է, իմ համար սա նորմալ է, ասեմ որ ես 8 տարի է այս բարձի վրա եմ քնում։ Հետո պարզվեց, որ սա դուր եկավ իմ միջնեկ տղային, հետո պարզվեց, որ սա դուր եկավ իմ մեծ տղային, հիմա պարզվեց, որ դուր եկալի փոքր տղայս։ Հիմա կասեմ մի քիչ այս բարձի մասին, ինքը կոչվում է հենց տենց առողջ քուն, օրթոպեդիկ բարձ է, որը հարմարում է ձեր ողնաշարի, գլխի հետ, անցկացնում է գլխացավեր, եւ այլն, մի խոսքով բում բան է։ Դրանպես բարձը ինքը այնքան էլ լավ բան չի, բայց այս բարձը ինքը հրաշք է, ասում որ բավականին բարակ է։ Հիմա ցույց կտամ իմը, բալկոն եմ տարել, որպեսզի օդափոխվի ամուսնուս բարձի հետ։ Տեսեք ինչ հավես եղանակը մեր մոտ։ Բուսիկներս արդեն պետք է խնամ։ Հենց սա բարձը, տեսեք ինքսն խշխշում է, ահա ինքը տարօրինակ է, բան չունեմ ասելու, իր մեջ թեփ է, լցված այստեղ, որը կարելի է կստати նաև լվանալ։ Հիմա ես յան արևին եմ տվել, որ ինքը լավ օդ շնչի։ Բացը բավականին բարակ է, կամ ես մի քիչ բան եմ արել, բարակացրել եմ, ինքը մի քիչ ավելի հաստ է, ինձ դուր է գալի մի քիչ ավելի բարակ։ Ինքը խշխշում է, բայց այլ ոչինչ, այդ սկզբից տարօրինակ է, բայց հետո սովորում ես։ Ինչն է կարևորը, գլուխը դրեցի վրան։ Всё, գլուխը իր տեսքը արդեն իր դիրքը գրավում է բարձի վրա, всё, տեսեք։ Էլ սապրատիվլենիա չունի բարձը քո վզին։ Հետո որոշեցիր օրինակ դնես թևի տակ եւ գլուխդ հարմարացնես, բրդում ես, դնում ես ուսիդ տակ ես բարձը ու դնում ես ուսիդ տակ։ То есть ինքը ամեն ձև, ինքը ոնց որ պլաստինման հարմարում է։ Մի խոսքով սուպեր բան է։ Սուպեր բան է։ Ովքեր որ սենց ասեմ բարձի հետ խնդիր ունեն, հեսա ձեր բարձը։